Եթերում Civilnet-ն է եւ այսօրվա գլխավոր նորությունները։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այցելել է հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ, որտեղ անդրադարձել է հայոց ցեղասպանության հարցին։ Մասնավորապես Ֆրանսիայի նախագահան ասել է, եթե Թուրքիան, ինչպես մյուս մեծ պետությունները, մինչև տարվա վերջ չճանաչի հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան կձեռնարկի մի շարք միջոցներ, այդ թվում կընդունի ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 32 падգամավորներ հայտարարել են, որ 20 տարի առաջ ինքնորոշման իրավունքը ու խորհրդային միությունից անջատումը իրականացվեց ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կողմից, այլև Լեռնային Ղարաբաղի։ Падգամավորները բարձր են գնահատել Արցախի զարգացման ժողովրդավարացման մոդելի արդյունքները, շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ եւ կոչ արել սերտորեն համագործակցել նրա օրինականորեն ընտրված իշխանությունների հետ։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ստրասբուրգում հայտարարել է, որ բոլոր մոնոթեիստական կրոնները իրավունք ունեն ազատորեն իրականացնել իրենց ծեսերը Երուսաղեմում, որը պաղեստինյան պետության մայրաքաղաքն է։ Այդ մասին Մահմուդ Աբասը հայտնել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ, պատասխանելով հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի Երուսաղեմի հայկական թաղամասի հանդեպ պաղեստինյան իշխանությունների դիրքորոշման մասին հարցին։ Ըստ Նաիրա Զոհրաբյանի, պաղեստինյան ինքնավարության ղեկավարի պատասխանը անորոշ էր։ Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Տոշակը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականը խմբի ամենաանկանխատեսելի թիմն է, որը բոլորից շատ է գոլ խփել։ Տոշակն ընդգծել է, որ Մակեդոնիային այսօր ծանր փորձություն է սպասվում։ Այն հարցին, թե արդյոք Թուրքիայի կառավարությունը գումար է խոստացել Հայաստանին չպարտվելու համար, Տոշակը հեգնանքով խնդրել է տալ Էրդողանի հեռախոսահամարը հոնորարի չափը որոշելու համար։ Այսօր Վազգեն Սարգսյան մարզադաշտում երեկոյան ժամը 8-ին կկայանա Եվրո 2012-ի ընտրական փուլի Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը։ Օրվա մնացած կարևոր իրադարձություններին ծանոթացեք civilnet.tv կայքում։